Տղաների թիվը համալսարաններում տարեցտարի նվազում է, մասնագետները մտահոգ են, բարձրագույն ուսումնական հաստատություններում քչերն են ցանկանում շարունակել կրթությունը։ Այս միտումը պայմանավորված է մի շարք գործոններով, տղաներից շատերը նախընտրում են հնարավորինս արագ մուտք գործել աշխատաշուկա, ֆինանսական անկախություն ձեռք բերելու նպատակով։ Աշխատանքային միգրացիան նույնպես զգալի ազդեցություն ունի, շատերը դեռ ուսանողական տարիքում մեկնում են արտերկիր ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու։ Բացի այդ, որոշների համար բարձրագույն կրթությունը չի ընկալվում որպես արագ արդյունք ապահովող ներդրում, հատկապես երբ աշխատաշուկայում պահանջարկ ունեն նաև մասնագիտական եւ արհեստագործական հմտությունները։ Մեր մոտ զարգանում են տարբեր կրթական ծառայություններ առաջարկող կազմակերպություններ, լիցենզավորված, ոչ լիցենզավորված, մարդիկ այսօր ժամանակ չեն ծախսում դասական ակադեմիկական կրթություն ստանալու վրա, որոշակի դասադասային կենտրոններում ստանում են տարբեր մասնագիտություններ, որոնք ավելի մրցունակ են, բաժանված մասնագիտություններ կա աշխատաշուկայում լավ վարձատրող, որոնք մեր բուհական համակարգը չի առաջարկում։ Ի տարբերություն տղաների, աղջիկները վերջին տարիներին ավելի ակտիվ են ներգրավում բարձրագույն կրթության համակարգում։ Մասնագետների վկայաբերած վիճակագրությունը ցույց է տալիս, որ համալսարաններում աղջիկ ուսանողների թիվը ոչ միայն չի նվազում, այլև որոշ ոլորտներում զգալիորեն աճում է։ Հաղթահարվել է սահմանափակումների մտածելակերպը։ Նախկինում կար սահմանափակումներ մտածելակերպի առումով, որ աղջիկները այդքան շատ չէին գնում ուսումնական հաստատություններ սովորելու, բայց այսօր 21-րդ դարի զարգացման տեմպերը նպաստում են դրան, որ մտածելակերպը ընդհանուր փոխվել է եւ աղջիկներն ավելի մոտիվացված են մասնագիտություն ստանալ, ֆինանսական առումով կայուն դառնալ, սեփական աշխատանք ունենալ ու ինչը դրական է։ Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են, սեռային անհամաչափությունը նույնպես կարող է խնդիրների հանգեցնել։ Եթե մի շարք ոլորտներում տղաների մասնակցությունը շարունակաբար նվազի, իսկ աղջիկների թիվը աճի, դա կարող է ազդել մասնագիտական բաշխման եւ աշխատաշուկայի հավասարակշռության վրա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։